Պարոն Սաղաթելյան, ուղղակի ուզում էի ճշտել հանձնաժողովի ձեր հասանելիք այդ տեղը, քանի որ չեք վերցնելու։ Դա զիջելու եք ուժեղ Հայաստանին, թե թողնում եք այդպես։ Այդ մասին, երբ որ գա հանձնաժողովները ընտրելու ժամանակ, վերջնական կհայտարարենք։ Ձեզ ինչ-որ մեկը չվերցնելու մասին պաշտոնապես բան ասել է։ Ելույթներում կարծեմ եղավ որ։ Չէ, այդ մասին վերջնական բաներից հասկացած որ։ Բայց հասնում է։ Այդ օրակարգի միտեղ հասնում է, այդ օրակարգի ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնի։ Եվ կարող ենք այնուամենայնիվ իշխանության վարկագծին անդրադառնալ, մասնավորապես ես վստահ եմ, որ դուք էլ կհիշեք, պարոն Սաղաթելյան, երբ օրինակ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների, մերձավորների հետ կապված ինչ-որ պատմություններ էր լինում, գործող իշխանությունը, որ այդ ժամանակ ընդդիմադիր էր, դատապարտում էր եւ այլն, պահանջում էր, որպես ենթարկվեր եւ այլն, հիմա երբ օրինակ Հայկ Կոնջորյանի եղբայրը նման վարկագիծ է դրսևորում, իրենք ասում են, դե եղբայրը ինչ կապ ունի եւ այլն։ Դուք ինչ եք կարծում, այս ամենից հետո Հայկ Կոնջորյանը պետք է շարունակել հավաքներ այդ բարձր պաշտոնին եւ արդյոք ԿՊ-ն չպետք է այդ առումով քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնել։ Իրավունք չունի, եթե այնիշ տեղի ունեցել տեղ ունենար հանդիմադիր գործիչներից որևէ մեկի հարազատի, առնվազն ինքը այդ բան կալանավորված կլիներ ու դա երկրի թիվ 1 օրակարգը պատկերացնում եք, չէ՞, իրենց քարոզչական մեքենայով հիմա ինչ էին անում։ Բայց իշխանության պարագային փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել, փորձում են սղացնել, որ անցնի, բայց կարծում եմ, ասեն դեպքն որ մեր հանրությանը ամեն ինչ հայտնի դարձավ, նաև ազգային ժողովի այս ամբյոնից հնչած ելույթների արդյունքում։ Պարոն Սաղաթելյան, այսինքն եթե Հայկ Կոնջորյանը այդուհանդերձ ընտրվի ազգային ժողովի փոխնախագահ, իսկ իշխանական պատգամավորների խոսքերից դատելով պատրաստվում են ընտրել իրեն, դուք կարծում եք, որ մի կողմից եղբոր հետ կապված այդ պատմությունը, որը ինչքան էլ ասվում է, որ միջանձնային է, դեռ հստակել չէ այդ միջանձնայինի նախորդող պատմությունը, ինչ կոռուպցիոն հնարավոր դրվագների հետ գուցե առնչություն ունի, եւ նաեւ կնոջ աշխատավարձի եւ այդ ֆոնին նաեւ հայփոստի իրավիճակը, այդ վնասներ եւ այլն, այս ֆոնին Հայկ Կոնջորյանին ընտրելով ԿՊ-ն վերցնում է նաեւ այն պատասխանատվությունը կամ այն ամեն ինչը, որ ուղղվում էր Հայկ Կոնջորյանին։ Իհարկե վերցնում է, կիսում է այդ ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտեք, ես մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ եւ առաջնային օրակարգեր կան։ Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ազգային փոխնախագահ, թե ուրիշ մի ԿՊ-ական, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետեւյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում, շատ ուղիղ եւ հստակ հարցադրում եմ արել։ Կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ չեն ժխտել։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր եւ առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ process-ը տեղի ունենում է հիմնական եւ գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական ապօրինի գույք, չգիտեմ, քո աղբերը, քո քուրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, չէ, որոնց վրա պետք է կենտրոնանալ։ Կապված պարոն Սաղաթելյան, Ադրբեջանից հնչել է կրկին հայտարարություն, Հաջիևը խոսել է սահմանադրությունից եւ ասել է, որ ազդակներ են ստանում, որ այդ հանրաքվեն կլինի, այս պահին փաստացի խորհրդարանում նախագծի անցկացման համար անհրաժեշտ ձայները չունի քաղաքացիական պայմանագիրը, բայց այստեղ քիչ առաջ պատգամավորներից մեկը ԿՊ-ի ասում էր, որ գուցե գտնվեն ընդդիմության շարքերում այնպիսի պետականամետ անձինք, ովքեր կքվեարկեն ամեն դեպքում այդ նախագծի Նազարյանների հավանականությունը չի։ Դրանց հիմա պետական մարդիկ են ասում, հա։ Բայց ավարտեմ պարոն Սաղաթելյան, հնարավոր է ամեն դեպքում ընդդիմությունը ինչ որ փուլում
միանա այդ օրակարգին, թե բացառվում է կողմ քվեարկելը սահմանադրությանը եւ ընդհանուր առմամբ դուք ինչ եք կարծում այդ 2/3-ը չունենալով նաեւ ակնարկներ կան, որ դե եթե ժողովուրդը ուզենա ընդունվի այդ սահմանադրությունը, падգամավորները պարտավոր են ժողովրդի կամքին ընդառաջ գնալ։ Սա ինչ կարող է նշանակել։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ՔՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Բայց շատ խորքային հարց եք ասում, տեսեք ինչա տեղի ունենում։ Իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Բնականաբար հակազդելու նկատի ունեմ օրինակ խորհրդարանական մակարդակով միայն թե այնուամենայնիվ փողոցային պայքարել կսկսվի։ Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով։ Ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չի փոփոխության հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Այսօրվա մեզ ներսից իհարկե բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Հաստատի մեկնարկը տրվի, այդ նախագիծը արդեն կառավարություն եւ այլն կսկսվի։ Ես կարծում եմ մինչև դա։ Իրենք ոնց են հիմա սկսել մեր դեմ աշխատել, հակաքարոզություն իրականացնել, փորձել հող նախապատրաստել իրենց օրակարգի համար։ Մենք հիմիկվանից պետք է նախաձեռնենք, որ այդ իրավիճակում պատրաստ լինենք։